Ալեքսանդրի գործընկերությունից դեպարտում զեկուցել ովքեր ներկայացել Պատվաշան դատարան դատական նիստին ներկայացել են հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանը, մեղադրյալներ Սեդրակ Քոչարյանը, Ալեքսանդր Ոսկանյանը, պաշտպան Հայկ Ադամյանը, փաստաբան Միրյան Պողոսյանը։ Դատական նիստի դառնալու գտնում իրավաբանն այդ լրատվամիջոցի օպերատորը ինչ եք ցանկանում տեսանկարն մեղադրյալներն առողջությունն են այո ներառող կարծիք դատանում տեսանկարանում լուսանկարանում թույլատրվում է եթե մեղադրյալները չեն առաջնում դրա դեմ դատական նիստը դռնված է ձայնագրառում թույլատրվում է այս պարագայում ոչ ուղիղ հեռարձակմամբ քանի որ դրանում հաստատվի նաև մեղադրյալների խոսքը կարող է լինել տեսանկարանում եթե անեք էլ այնպես որ մեղադրյալները օբյեկտիվ տեսադաշտում չհայտնվեն եթե այս մասով պաշտպանության կողմը դիրքորոշում կարող է բայց ուղղակի համոզված ենք որ տեսադաշտում չենք պատվարժան դատարան ոնց մենք կարող ենք դրանում համոզված լինել եթե գա այս կողմից նկարի մենք տեսնենք այլ դիրքը փոխել ձեր որ գա մենք հակառակությամբ դե դա տեխնիկական հարց է դե հարկած նման բան լինի դատարանը բնականաբար հետագայում կարձականքի միանշանակ ու բայց ոնց իմանալ ռեպորտաժ տեսանկարանում են կամ ուղիղ դարձակում կամ ընդհանրապես ուղիղ չլինի հետագայում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան Միրյան Պողոսյան արտոնագիր համար 11-12 նկարականություն դժճի ամենաստոտող տեսկավորտանի այն կանոն փաստաբանների պալատի կողմից տված նկարականություն Դատարանը ներկայացնում է Միրյան Պողոսյանի Միրյան Էդուարդ Պողոսյանի իրականացման քարտը Մեղադրյալ ժամանակին հայտարարել է որ ցանկանում ձեր շահերը պաշտպանի Միրյան Պողոսյանը որը ամփոփվում է ցանկանում է որ ձեր շահերը պաշտպանի փաստաբանների պալատի անդամ փաստաբան Միրյան Պողոսյանը Լավ, այստեղ Այո, մեղադրյալ ճիշտ է Միրյան Պողոսյանի կողմից այս իրականը մոտեցումներում հանգամանքով պայմանավորված չներկայացվել, բայց կասկած չունենք, որ նրան լիազորությունները որպես փաստաբանի չեն դադարեցվել, քանի որ բոլորս գիտենք, որ նա փաստաբան է։ Պատվարժան դատարան առաքություն չունի, որ պարոն Պողոսյանը մասնակցի վարություն։ Աշխարհով գործի քննություն իրականացնում է բանավոր ընթացակարգով մեղադրյալ Ոսկանյանը հայտարարեց, որ ցանկանում է շահերը պաշտպանի փաստաբանների պալատի անդամ փաստաբան Միրյան Պողոսյանը, հետևաբար հաշվի առնելով մեղադրյալի կամահայտնությունը, քրեական դատավարության 47 գործով նախատեսված դրույթները, պարոն Պողոսյան, դուք այլևս գործով մեղադրյալ Ոսկանյանի պաշտպանն եք։ Մենք քանի որ առաջին դատական նիստի պաշտպան չի ընդհանրապես մեղադրյալների Դերենց մոտ նաև նշված է բացարկի ընդդատության հետ կապված խափամիջոցը բացառապես Սեդրակ Քոչարյանի խափամիջոցն է քննարկել հաշվի առնելով, որ ըստ էության նման նշանակություն կար, պաշտպանի բացակայությունը խոչընդոտ չէր գործով դատական նիստի նախարարի դատավորած Ալմազյանը նստերի պատվարան Ֆելիքս Սարհատյանը Նախագահով դատավորի նիստերի քարտարանի նկատմամբ բացակի միջնորդություն է պարոն Պողոսյան։ Չունենք պատվարժան դատարան նախագահով դատավորի դատական նիստերի քարտարանի ես կարող եմ մի հատ իմ դիրքորոշումն ընդհանուր ներկայացնել ես ինչից սկսած հաջորդի փուլերի հետ կապված է այսինքն հաջորդի քննարկվելու մեղադրողի բացարկը այսինքն ես քրեական գործի նյութերի ծանոթացման աստիճանը եւ այլն այդ հանգամանքները ներկայացնել դատարանին Բնականաբար հաջորդիվ նաև, այսինքն հաջորդիվ չի, մի հարց է, որտեղ քննարկվում է ինչպես նախագահով դատավորի նիստերիկ, այսինքն դատարանի կազմով կապված բացարկի հարցը, դատավարության մասնակիցների բացարկի կամ
մասնակցություն բացառում հանգամանքներ, հետևաբար հաջորդին քննարկելու են մեղադրողի նկատմամբ բացառ թե չէ եւ մեղադրողի կողմից պետք է հարցնի մեղադրողը ձեր մասնակցությունը կամ Պարոն Ալիմյանի մասնակցություն բացառող հանգամանքներ իրեն ողջի հայտնել են թե չէ կան թե չէ այդպեսի բայց եթե դուք բնականաբար հաշվի առնելով որ նորեն գրավել գործի նյութերին ծանոթանալու հետ կապված ոնց հասկացա հարցերը բացառում քիչ կա կարող եմ լսել, բայց դա բացառ հետ կապում թե չէ։ Այո, ասեմ նաև ինչ է, ես փորձեմ հնարավորինս նաև վերադատավորական առումով չարժարելով նաև իրավունքները, ներկայացնեմ իրավիճակը, փորձեք չարաշայեք բնականաբար ես գիտեմ, որ նաև դատանների չդատանում ինչպես կապված։ Տեսեք, Պարոն Ոսկանյանի հետ համաձայնությունը ավելի վաղ են ձեռք բերել, դատական նիստերի հետ կապված արդեն նշանակվել էր, փորձում են նաև հասցնել ծանոթանալ քրեական բարոյթի նյութերին, փոխանցել է քրեական բարոյթի նյութերը, այսինքն հանգամանքներ չկան, որոնցով պայմանավորված ես նաև նոր պետք է սկսեմ ծանոթանալ, բայց հենց կոնկրետ բացառքի հետ կապված, եկել որ ուսումնասիրների գործի բարոյթը կարող են բացառել ինչ հանգամանքները, գործի նյութերում օրինակ հանդիպել եմ նախորդի պարոն Նացականյանից առաջ քրեական դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի հանձնարարություններ, մասնավորապես պարոն Հայկո Հովհաննիսյանի դերից վարույթը հանձնված եւ պարոն Աղաջանյանին էր հանձնված մինչեւ պարոն Նացականյանը։ Հետագայում որ գործը թերնում են ինչ տրամադրության տակ կա մենք այս մասով։ Պարոն Նացականյանը որևէ փաստաթուղթ չկա պարոն Նացականյանի ներգրավվածության հետ կապված ու ուղղակի որոշում է գալիս, ես կարող եմ բացահայտել, որպեսզի այդ հանգամանքները հետագայում դրացի ժամանակ չլինի, էլի, որ պարոն Նացականյանն է հանդիսանում այսօրտեղ իսկող դատախազը, ու միայն առկա է որոշում քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին։ Հետագայում էլի որևէ փաստաթուղթ այդ առումով չկա եւ մեղադրական եզրակացություն հաստատել է պարոն Նացականյանը, քրեական գործը վերջինս է ուղարկել դատարան ըստեյության քննելու։ Հիմա փորձենք դա, ես հասկացա, փորձենք պարոն Նացականյանը sense մի շարք հանգամանքներ կան, որոնք որ եւ պարզաբան եւ լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտություն կա, էլի մի շարք հանգամանքներ կան, որ դատախազական հսկողության վերադարձ դատախազի կողմից կարող դատախազին հանձնարարություն տրվի, ինչը քրեական գործի բնույթերում չարտացոլվի, բայց դատախազի վարույթում դա երևում է, որ այսօր ինքնահսկողություն իրականացվում, նա ձեր դիրքորոշումը պարզ էր, այսինքն պարզացած հարցը պարզան չի վերաբերում, եւ ես եմ հասկանում, եթե փաստաթղթերը չկան կամ կան կապված դրանց բովանդակությունից կամ դատախազի նկատմամբ բացառքի միջնորդում կներկայացնեք կամ չեք ներկայացնեք։ Զուտ ոչ թե պարոն Նացականյանի սուբյեկտիվ պատկանելիքների դատարական հաշվարկի հետ կապված հարգելի մեղադրող այս մասով ձեզ մոտ Բացառական դատարան, քանի որ քրեական վարույթներով մենք իսկական վարույթները վարում ենք միջդատական վարույթի համար եւ արդեն դատականության փուլի համար եւ սույն գործը բարձ գործերից չէր, որը կսահմանափակվենք մեկ հատոր վարույթ կազմելով, հատորները շատ են եւ այսօր քանի որ նախնական դատալսումների փուլեր ինձ մոտ միայն դատականությանը վերաբերող վարույթն կա, պարոն Պողոսյանի բարձրացած հարցի համար պետք է ներկայացվի դատարանին նախաքննական վարույթից նյութեր։ Դրանով պայմանավորված այս բանից ինձ մոտ այդ վարույթն առկա չէ։ Ես լրացնեմ, եթե կարելի է պատվարժան դատալ։ Սովորաբար մենք առաջի գործը չէ, գործերը տեսնում ենք, մեղադրանքը հանրաքրեական հետապնդում հարուցող դատախազի հետագայում հսկողությունը իրականացնում, մեղադրական եզրակացություն հաստատում են, ուղարկում են դատարան, այդ առումով եթե սենց լինել է իրավիճակը, պարոն Նացականյանն նշեց սովորական գործերը չէ, ես ոչ մի, այսինքն տրամադրություն կունենալ էլի վարույթի մեջ, բայց ստեղ կա պարոն Նացականյանի մասնակցությունը նախաքննության ընթացքում բացառող որևէ փաստաթուղթ ու այդ պատնեշը, այսպես ասած, քրեադատավորական առումով չի անցել։ Գլխավոր դատախազի հանձնարարականը կա երկու դատախազի մասնակցությամբ, պարոն Նացականյանի այդ առումով էլի ես այս հարցը կարևորում եմ, մենք հասկանանք ոնց է եղել, ինչ եղել, ու այս տիպի բազմաթիվ հարցեր։ Ես այս փուլում չեմ խնդրում հենց հիմա այս հանգամանքով պայմանավորված հետաձգել, ուղղակի հնարավորություն տրամադրել ինձ
Նաև հաջորդատական միսնի եթե ներկայացնի, այս հարցը չշրջանցիկ էլի, ես այս հարցի վերաբերել դիրքորոշում Տեսեք, բացակի կապված կոնկրետ կարգավորված է քրեական դատավարության օրենսգրքով, երբ բացակի հարցը քննարկվում է նախնական դատավարությունների ընթացքում, ինչպես նաև եթե բացակը քննարկվեց օրինակ համար ավարտվեց եւ եթե դրա ինքը ծագեց, այնպես չէ որ եթե քննարկվեց ու հետո ինքը առաջացել, կողմը զրկված է այդ հարցը բարձրացնելուց։ Հետևաբար չնայած ի սկզբանե դուք այդ մտահոգությունը բարձրացնում եք, ասում որ այս խնդիրներ տեսնում եք, բայց ձեզ համար խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է փաստաթղթերի մասին տեղեկություն ստանալ։ Հիմա կամես հարցը պետք է թողնենք այս բանին, իսկ հետաձգենք հաջորդ նիստի ժամանակ այդ փաստաթղթերը լինելու կամ չլինելու դեպքում ձեր դիրքորոշումը արտահայտեք։ Ու եթե ճիշտ է դա կլինի, ինչի համար եմ ասում, որովհետև ի սկզբանե դուք այդ մասին բարձրացնում եք, որ նման խնդիր կա, այլ բանա, որ դուք հիմա դրա մասին չխոսեք, ասեք բացառ չունե, հետո ձեր ասած հանգամանքները գործունեություններին բնի լավ ուսումնասիրելու ժամանակ, ցանոթանալու ժամանակ դա նկատեք, կամ միգուցե նկատել եք, բայց ուշադրություն չէի դարձրել, բայց ինչ հանգամանքների վերումով համադրում եք անում, ասում եք կարծես թե խնդիր կա, այդ մասին բարձրացնեք։ Բայց քանի որ դուք հենց այս բանը եք այդ մասին խոսում, բայց ձեր ասած հարցի պատասխանը ստանալու համար պետք է մեղադրողը տվյալներ տրամադրի, որի տրամադրության տակ այս բանը չկա, իսկ ինքը չեմ ցանկանում իր փոխավորելու դատողություն անել, բայց այս բանը դուք քանի որ փաստաթղթային հարց եք բարձրացնում, ասում եք փաստաթղթերը ձեռքի տակ չի։ Բնականաբար չեմ կարծում, որ հենց այնպես մեղադրողը կամ դատախազը որևէ գործով պետք է վերցնի ու գործողություններ կատարի առանց հանձնարարություն ստանալու, բայց եկեք քրեական դատավարությունը հաշվի առնելով փաստաթղթային ներշակ հանգամանքներ այդ հարցին լուծում տան, երբ որ մեղադրողը տվյալները կներկայացնի, դուք այդ ձեր դիրքորոշումը կարտահայտեք։ Ես տալու խնդիր չեմ տեսնում, ուստեղ երկրորդ հարցն առաջ գալի, պատվարժան դատարան, էլի ինձանից սպասել, բայց ինչի չեմ սպասում, անկեղծ հարց եմ ուզում բարձրացնեմ Ալեքսանդր Որսկանյանի խափան միջոցի հետ կապված հարցը, ես ինչքանով որ մեղադրական եզրակացությունը վերականգնող որոշումները տեսա, կիրառված է ստորագրություն չհեռանալու մասին խափան միջոցը, որը ինչ-որ նույնականություն, այսինքն ինքը դատավարության դիրքով սահմանված խափան ճիշտ եմ չի հասկացել, խափան միջոցը եւ դատական պրակտիկա վերտառնումով, որ եթե ինքը քրեական դատավարության դիրքով սահմանված ժամանակավոր մեկնման հնարավորություն ընձեռում են դատարանները եւ նախաքննական մարմինները։ Ես պարզ ասեմ, սովորաբար այդ պրակտիկան կա, բայց երբ որ գործի քննությունը իրականացվում է քրեական դատավարության օրենքի կանոններով, այսինքն գործ կա, որ սկսվել է հենգո քրդատի շրջանակներում ու մինչ օրս շարունակում է այդ քրդատի շրջանակներում խափան միջոցներն էլ այդ նույն քրեական դատավարության օրենքով սահմանված խափան միջոցներն են։ Երբ որ ստորագրություն չհեռանալու մասին խափան միջոց է կիրառված լինում, մեկնման հետ կապված եթե դատանը թույլ է տալիս, ինչքան որ ինձ հայտնի է, պատկան մարմինները խոչընդոտ չեն ստեղծում։ Այն դեպքում, երբ որ ինչ-ինչ պատճառներով գործը նորա դատարանում ուղարկվել, այսինքն նախաքննությունը 2025 թվականին է, բայց քրեական դատավարության օրենսգիրքը գործող 2022 թվականի հունիսի 1-ից գործում է։ Բայց որևէ պատճառով այս ընթացքում մնացել է ստորագրություն չհեռանալու մասին խափան միջոցը, բայց դատան է գործը վարորդած ստանձնել արդեն գործող քրեական դատավարության օրենսգիրքի կանոնների համաձայն։ Եվ մենք խափան միջոցի հարցին անդրադառնալիս ես իմ պրակտիկայից ասեմ, բնականաբար գործող քրեական դատավարության օրենսգիրքը ստորագրություն չհեռանալու մասին խափան միջոց չունի։ Դեպի խափան միջոցի հարցը քննարկելիս դա կամ համարում ենք վերացած կամ դատան դա վերացնում կամ փոխում է բացակայելու արգելքով։ Այսինքն պայմանական համարեք, հա, կամ կարող է խափան միջոց հանրում։ Գործող քրեական դատավարության օրենսգիրքով նախատեսած խափան միջոցներից որևէ մեկը։
հիմա տեսեք, նախկինում ես ինչքան ուսումնասիրում քրեական գործի ոլորտը, խոչընդոտման հիմքով ընտրված է ստորագրություն խափանման միջոցի։ Նոր քրեական դատարանության օրենքը ամեն խափանման միջոցի համար սահմանում է հիմքեր, որոնք այսինքն ինքն գնահատման, ինքնանպատակ պետք է չլինի, որ ստորագրությունը եղել, այսպես ասած մեխանիկորեն փոխենք դա բացակայում արգելքով խափանման միջոց կիրառելիս անհրաժեշտ է դրա հիմքերի առկայությունը։ Լավ, երեք քանի դեռ դարձել չեն քննարկել։ Ես ասեմ ինչ եմ ուզում դատարանից, որ տեսականներ չլինի։ Հոկտեմբերին, չէ, ասեմ, սենց ներկայացնեմ, հոկտեմբեր ամսին դպրոցական արձակուրդներ ունեն լինելու, Ալեքսանդր Վորսկանյանը ուզում է այս պահին տեղական արդյոք հնարավոր է այդ ժամանակահատվածով Հայաստանի Հանրապետությունից մեկնել հոկտեմբերի 12-ից Արձակուրդները 20-ից է։ Ինչ? Արձակուրդները 20-ից է։ Առաջի դասարանցին երավորում շուտ սկսում 12-ից է։ Ես օրինակ 12-ից եմ մեկնում արձակուրդ, եթե կարող եմ դատարանի նախորդ ասեմ, երկրում չեմ մեկնում 12-ից 26 է։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում, երբ որ ես չեմ լինել միանշանակ Հայաստանում, դա նաև ձեր վարորդում այն գործերով եմ հայտնել Հայաստանի Հանրապետությունում, Ալեքսանդր Վոսկանյանի համար անհրաժեշտություն առաջացել այդ ժամանակահատվածը օգտագործել ու իր ընտանեկան հանգիստը կազմակերպել այդ առումով պատվարժան դատարան, ուզում ենք հասկանանք, մենք հայցելում ենք թույլտվություն ինչ-որ ժամանակով, մենք նաև պատրաստ ենք ձեր ասած տարբերակով ստորագրություն խափանման միջոց, չեղանու մասին խափանման միջոցը վերացվի, բայց ընտրվի խափանման միջոց գրավ։ Ես կարող եմ ավելի մանրամասն ներկայացնել այդ Չէ, ավելի մանրամասն ներկայացնել, որ հարցումից պայն դատարանում կարող է գնահատման չի կարող լինել հետևյալ պատճառաբանությամբ։ Որպեսզի մենք այդ հարցը առաջնահերթության կարգով քննարկենք, խափան միջոցի հարցը առաջնահերթության կարգով կարող է քննարկվել։ Պետք է դրա համար լինեն կոնկրետ պատճառաբանություններ։ Դիցուկ պատճառաբանությունը ներկայացրեցիք աշնանային արձակուրդներ եւ դրանով պայմանավորված երեխաների հետ հանգիստ Հայաստանի Հանրապետությունից դուրս օրեն։ Հետևաբար բերեք քննարկենք խափան միջոցի հարց առաջնահերթության կարգով։ Միևնույն ժամանակ դուք բարձրացնում եք Շեն գործով հանրային մեղադրողի բացակ ներկայացնել կամ չներկայացնել հետ կապված հարց, որը արկախվեց կոնկրետ հանգամանքով պայմանավորված։ Հիմա խափան միջոցի հարցի քննարկմանը դիրքորոշում արտահայտելու իրավունք ունի հանրային մեղադրողը։ Այլ վայրերում կասվեք պատճառ, առավել ևս երբ որ դուք դրացնեք, հետևաբար քանի դեռ հանրային մեղադրողի հետ կապված այդ հարցը քննարկման առարկա չի դարձել ու չի լուծվել, խափան միջոցի հետ կապված հարցն էլ չի կարող քննարկվել, որովհետև ավելին ասել, ինչքան դուք եք պարզ, ինչքան է դատարանն է պարզ, նույն դեպքերը, որ նույն խափան միջոցի առաջնահերթության հետ կապված հարց, որ բերում են առաջ ու բացարկների հետ կապված հարց, ասում են, նույնիսկ նույն դեպքերում մենք բացարկի հարց կարծես թե ունենք, բայց այդ հարցի հիմա չենք բարձրացնում, այս հարցը լուծենք նոր։ Նաև այդ է։ Հիմա քանի որ դուք պատշաճ հանրային մեղադրող բառակապակցություն օգտագործեցիք, իսկ հանրային մեղադրողը առնվազն դատարանի աչքերում իսպայն պատշաճ այնքանով, որքանով պատշաճ այնքանով, որքանով հաստատել է մեղադրական եզրակացություն, իսկ ֆորմալ առումով եկել է մասնակցել, հասել է դատարան, այս բան դատարանի տեսադաշտում այլ բան չկա, դուք եք այդ հարցը բարձրացնում։ Հետևաբար այդ հարցին մասնակցելու իրավունք ունի հանրային մեղադրողը, ինչպես ցանկացած հարցի, իսկ որպեսզի նրա արտահայտած դիրքորոշումը որևէ առումով քրեադատարական առումով որևէ կերպ կասկածի տակ չհարուցի, քանի դեռ հանրային մեղադրողի պատշաճության հարցը բացարկի քննարկման տեսանկյունից չի լուծվել, դատարանը այլ հարց չի քննարկում։ մի հարց ճիշտ գծելու էլի։ Հիմա
մեռած օրենսգրքի մեռած նորմով խափանիչոց է դեռ ճշտելու համար է Ալեքսանդրովսկայանի նկատմամբ դեռևս շարունակում է Մեռած օրենսգիր կասեք, ինչ կասեք չեմ կարող։ իրավական տերմին է դա ուժ գործած Սույն գործողարտած տանձնվել 2022 թվականի հունիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքի համաձայն այլ կերպեր չէր կարող 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված քրեական դատավարության օրենսգրքի կանոնների համաձայն չենք կարող պատասխանել ոնց հասկացել դարձին կա ընտրված խափանիչոց դե չկա ընտրված խափանիչոց Ես իրական գործիքների ձեր պաշտպանյալը նկատմամբ կիրառված խափանիչոց ստորագրություն չէ հեռանալու մասին այո Հաշվի առնելով, որ պաշտպանում Լիլիան Պողոսյանի կողմից արել մեղադրողին բացակ ներկայացնելու հարցի մասով պաշտպանի մատնանշված հանգամանքների բարձման համար անհրաժեշտ է որպեսզի հանրային մեղադրողը ներկայացնի հաստատություններ կամ տեղեկություններ որոշակի ըստ էության հաստատությունի տեսքով ինչը նրա տրամադրության տակ հիմա չկա եւ պատկերացնվեց նաեւ թե ինչի համար չկա ուզի դատանոց այն հարցին այս բան չի կարող անդրադառնալ այնքան որքանով այդ տվյալները դատական լիստում առկա չեն դրանով կառնալով դատանոցները հետաձգվում են Պատվարձանդատան հարցակով չունեմ, ուղղակի գործողումներ ունեմ երկու հատ ժամանակահատվածները կասեք, ճիշտ է կասեք ամեն անգամ հարցնա, բայց դե հիմա չեմ գործողացնում ասեմ, հոկտեմբերի 13-ից 17 հոկտեմբերի 28-ից 31 նոյեմբերի 10-ից 14 և նոյեմբերի 24-ից 28 Ինչ է գործողում տենց իրար Բացի շաբաթներից մնացել ծաղակները շաբաթներ կան ասել շաբաթ անձը Պաշտպան Պողոսյանը նշեց հոկտեմբերի 12-ից 26 Կիրակի Անվանումն դուք արձակություն եք Չէ, չունեմ արձակում հարաբերականներ որոշում եք երկրից գնաք ասում եք արձակում Չէ, Պաշտպանների նկատմամբ Բարազներ չես Մեն բիզաններ երկրի հետապարում արձակություններ Մինչև հոկտեմբերի 13-ը ինչ չեն կարող նշանակել, որտեղ դատանը ծառայաբեռնված է ըստ էության ժամ
27-ին ընդամենը 13:00 1 ժամով կարող նիստ անել, հոկտեմբերի 27։ Արդեն բայց նշանակած նիստերը ունենք եկան 10-12 Դատան էլ 4 նիստ ունի, դրա մաքսիմում մի ժամ հնարավոր է հետել էլի մի ուրիշ նիստի հաշվին, որովհետև մեղադրյալի հարցաքննությունը կիսատամնան։ Բայց եթե այդտեղից որ լրիվ ազատ վիճակ լինի, 2 ամիս կամ չգիտեմ ավելի ուշ նշանակվելու, դրա համար գոնե մի ժամ նիստ կարող ենք անել։ Իսկ եթե ոչ ամսի 27-ին ուղղակի 28-ից 31-ին Չէ, մինչև 27, էլի թե ուզեք մի ժամովը վերցեք։ Բարի Պաշտպան Պողոսյանը մինչև 26-ը ստեղ չեմ ես։ Իսկ եթե առաջին շաբաթ, հոկտեմբերի առաջին, այդ մի ժամովը կարող է Որոր ամբողջ դատարանները 5 նիստ նշանակված օրական, որում կան նաև հարցաքննող վկաներ, էլի հարցաքննող մենակ նախնական դատասուններ չեն։ Օրն էլ առաջին կեսն է 2 և 3 նիստեր նշանակված էլի, այսինքն եթե ես նիստ նշանակեմ, որևէ գործով եկածակային պետք է ճանապարհը Մնացա հոկտեմբերի 27-ը։ Այս շաբաթ չեն կարող։ Այս շաբաթ։ Հետո դասա կարողության 9-ից 15 նշանակեն տактикական դատարանությունները ավարտեն գոնե։ Ինչ գիտեք, ոնց են կավարտել։ Մենք շատ միջնորդություն ունենք։ Նոյեմբերի 5 ժամը 16:00 Նոյեմբերի 5 16:00 Նշեմ կարդը, դա։ Ինչպես Նշեմ կարդը։ եթե կողմերը նիստեր չունեն, նշեք։ Հոկտեմբերի 27-ը դուրս է գալիս, նոյեմբերի 5 16:00 Եվ մի օր էլ քանի բոլորը ներկա են, մեկ կամ երկու օր փոխենք համաձայնեցնենք։ Դեկտեմբերի 2-ից 10:00 Նորմալ։ 10:00 նիստ ունեմ նշանակած ճիշտ ասած արդեն։ Դեկտեմբերի 1 12:00 10-ից նույնադանում բանալիքորեն որոտել եմ մեծ Այսու ժամից ավելի նիստ անում եք։ Ես էլ եմ 10-ից, բայց վստահ չեմ, որ կավարտենք։ Կարող
քիչ ուշ եթե լինի կարող ենք 13-0 Հարգելի մեղադրող Դեկտեմբերի 1 13-0 2 ժամ չէ, պատվարժան դատարան, որտեղ 15:30 ես 15-0 դատարաններ ես Եվ դեկտեմբերի Դեկտեմբերի 24 14-0 կամ 16-ին 14-ից 16-0 նույն դատարանի դատական նիստն է, այսինքն 16-0 ունի 16-0 արդեն շուտ Դեկտեմբերի 20-ը Նույն օրը ավելի շուտ 2 ժամ առաջ կարող եմ դες ազնանալ նշանակված 10-14 Դեկտեմբերի 22 16-0 15:30 նիստն է ունես Կարողության ամբողջություն կարողության նիստում Դեկտեմբերի 17-10-0 մեծ գործում Ինձ համար Հունվարինը 10-0 2026 թվական Դե դեկտեմբերի մի քանի օր ոչ մեկի հարմար չէր Մյուսները լուսենք Հա, դες չունենք Պահան Պողոսյան նիստում է Դա Հայաստանում չի նիստ չունեմ, բայց կարող է էլի գդալ էլի Մինչև հունվարինը կամ հունվարինը Ձղճնայս չեմ կարծում Դավակրու սեզոն կալիս արդեն 9-ին 10-0 Հունվարի 9-ը 2026 թվական ժամը 10:00 Սրսին գործով հաջորդ դատական նիստը հաշվի առնելով պարոն մեղադրողի գործողումներում դնելու հանգամանքը նաև պաշտպան Միրան Պողոսյանի կողմից հոկտեմբերի 12-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում չլինելու հանգամանքը մինչև հոկտեմբերի 12-ը դատարանի աշխատանքը ծառայողների յուրիստ նշանակելու անհնարինությունը հաջորդ դատական նիստը նշանակվում 2025 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 16:00 Կառավարության մասնակիցները համաձայն հաշվեցան ուսված դատական նիստը պատմած